լույս, սիրելիները, Սարավոտոսով վիկենդն է եթերում։ Հրաշք, այսպես սկզբով, մեկնարկով շատ շնորհակալություն գեղեցկուներ, մեր տաղավարում են Երևանում Drums նվագակցական խումբը, որոնց ուզում ենք ասենք շատ շնորհակալություն, հրաշալի այսպես մեկնարկը տալու համար։ Ոնց եք, լավ եք։ Հրաշալի, շատ շնորհակալություն։ Դուք խոսում եք նաև։ Ես էլ հարցը տվեցի, մի քիչ կասկածեցի, կարող է պետք չէր հարցնել, բայց անկեղծ հրաշալի էր։ Դուք էլ եք հրաշալի, ձեր նվագները շատ հրաշալի, նաև հրաշալի առավոտ սկսեցինք, վստահ եմ դուք նույնպես տպավորված եք, որովհետև անկեղծ ես շատ տպավորված եմ։ Աղջիկներին շատ շնորհակալություն։ Դե ինչ բարի լույս այսօր նոյեմբերի 22-ն է օրը շաբաթ եւ կուզեիք ձեր առավոտը սկսեր այս հարվածային գործիքներով։ Պատկերացնում եք ինչպես կարթնանային հույզերը, ինչպես կակտիվանայիք միանգամից ու ինչ լավ կշարունակվեր օրը, ոնց մերը հիմա եւ այսօր։ Ես դեռ շարունակում եմ զրնգալ աղջիկների նվագի շնորհիվ ու ասեմ ձեզ տպավորություն է որ առավոտյան այս երաժշտությունը կամ այս նվագը, բայց լրիվ հակառակը հրաշալի զարթուցիչ էր, այսպես դրական էներգիայով, դրական լիցքերով ու այսպես զրնգում է, դեռ շարունակում է զրնգալ իմ մեջ։ Մեզ մոտ անկեղծ շատ տպավորիչ ստացվեց ամեն ինչ, էմոցիաները շատ տպավորիչ են, բայց հանդարտացնելով մեր էմոցիաները, ուզում ենք շտապել արդեն զրույցին մեր անցնել, որովհետև մեր տաղավարում հենց այս պահին Գեղեցկուհի Նազելի Աստանյանը եւ Միլենա Մկրտչյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու հետաքրքիր է ոնց է լինում եւ ինչպես է ստացվում, որ գեղեցկուհիներին այս երաժշտական ոճը եւ ուղղությունը գրավում է։ Թմբուկ, հարվածային գործիքներ, ոնց եղավ, որ դուք սեր ունեցաք կամ հետաքրքրություն դեպի այս ուղղության։ Երևի թե ես սկսեմ։ Համեցեք սիրել։ Անկեղծ ասած ես սկզբից չեմ իմացել, որ պետք է նվագեմ թմբուկ, ուղղակի երաժշտական դպրոց էի հաճախում որպես դաշնակահորի եւ այնտեղ ասեցին, որ պետք է լավ ռիթմի զգացողություն եւ միջինից բարձր հասակ ունեցող աղջիկների, որ քաստինգ իրականացնեն, այնտեղ գնալուց եմ իմացել, որ պետք է թմբուկ նվագենք եւ այնպես ստացվեց մի քանի փուլերով քաստինգ եղավ անցա ես ու շատ ուրախ եմ, որ մինչև հիմա այնտեղ նվագում եմ խմբում ու այդպես սկսեց սերը դեպի թմբուկ, դեպի խումբ։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ Այդ ժամանակ 13-14 տարեկան էի։ Ու մինչև հիմա սերը կա ու ավելի ու ավելի։ Ավելի, կարծես թե մի ընտանիք լինենք, ել չեն կարողանում մեկս մյուսից բաժանվել։ Վստահ եմ, Միլենա, ձեր դեպքում։ Ես ավելի գիտակցված եմ գնացել դեպի Երևան Drums։ Սկսեցի նվագել Երևան Drums-ում, սովորել ծրագիրը, ծանոթանալ թմբուկին ու ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ մի թմբուկը մի տեսակ հերիք չի ինձ, ու ես ուզում եմ արդեն փորձել մի քանիսի վրա նվագել, աշխատել բենդերի հետ, չգիտեմ, արդեն երաժշտությունը ինձ հետաքրքրեց ու որպես մասնագիտություն դարձրեցի, սկսեցի հաճախել արդեն ընդհանուր հարվածային գործիքների դասընթացների ու ժամանակի ընթացքում խորացնելով այս պահին դարձրեցի մասնագիտություն ու նվագում եմ արդեն բենդերի հետ, բացի Երևան Drums-ից ու նաև դասավանդում եմ։ Հրաշալի։ Ստացվում է արդեն քանի տարի երաժշտության մեջ եք։ Ես խմբի ստեղծման օրից արդեն 2009 թվականից, կարելի ասել 16 տարի խմբի անդամ եմ հանդիսանում։ Ես ընդամենը 8։ Քիչ չի, ընդամենը 8։ Ընդամենը 8 տարի, հասկանում ես։ Դա բավականին մեծ ժամկետ է։ Տարբեր ելույթներ եք ունենում թե Հայաստանում եւ ինչպես հասկանում ենք թե Հայաստանից դուրս։ Պատմեք ձեր ելույթների մասին, որոնք են ամենատպավորիչ ելույթները եղել ձեզ համար եւ կան։ Թերևս ամենատպավորիչները Հայաստանում երևի թե եղել են տոնական քայլերթները, որը որ sense գեղեցիկ տրամադրություն ենք մենք հաղորդում մեր քաղաքին, հենց այդտեղից էլ ծնվել է մեր անունը Երևան Drums, որովհետև մեր ամենաառաջին միջոցառումը եղել է 2009 թվականին Էրեբունի Երևան տոնակատարության ժամանակ, երբ որ որոշեցին, որ պետք է քայլերթը գլխավորեն թմկարույները, այն էլ աղջիկներ ու կնշեմ Երևանում նաև մեկ միջոցառում, որտեղ որ մենք չմուշկների վրա ենք նվագում, դա մեզ համար մարտահրավեր էր, Չմուշկներով։ Այո, չմուշկներով նվագել ենք թմբուկներ, շատ գեղեցիկ ստացվեց, ասեմ ձեզ։ Այդ մի դեպքն ա եղել, թե հետո արդեն որ լավ ստացվեց, արդեն չմշկներով էլ եք։ Առաջարկը մեկն է եղել։ Շատ հետաքրքիր փորձառություն է, ես հարց ունեմ։ Ծանր չի գործիքը, ես նկատեցի, որ ամրացնում են
Եվ կեցվածքը, այսինքն Երևան Drums-ում սովորում են նախ կեցվածքին, հետո գործիքին։ Աղջիկների համար փուխր էակներ ենք մենք, ծանր չի գործիքը որպես այդպեսի միշտ կցած։ Մենք կարծես թե ասում ենք մեր սիրելի դժվարությունը լինի թմբուկը, բոլորս աշխատում ենք, որ ֆիզիկապես կայուն լինենք, ամեն մեկը առանձին սպորտի են հաճախում եւ այլն, ունենք երկու տեսակի թմբուկներ, առաջի ձայն եւ երկրորդ ձայն, երկրորդ ձայնը, որը Միլենան է նվագում, դա փոքրինչ ավելի թեթև է, Երկրորդ ձայնը դեպի ձախ կողմն էին կանգնած։ Այո, ծայրերին է, իսկ մեջտեղի առաջի ձայնի թմբուկները իրենք բավականին ծանր են, մոտ 8 կիլոգրամ են։ 8 կիլոգրամ։ Ուղղակի տեխնիկան այնպես է, որ իրենք ուսերի վրա դրվելով կարծես թե Հավասարակշռության դեպքում ողնաշարն էլ ուղիղ ենք պահում։ Բայց եթե չմուշկների վրա ես։ Դա մի քիչ առհասարակ այս մասնակցության մեջ բարդությունները որոնք են հիմնականում։ Կամ բացի այն, որ մասնագիտական բարդություններ եւ նաեւ շմուշների տեսքով, որ երբեմն բարդություններ են ստեղծում ձեզ համար։ Բարդություններից մեկը այն է, որ երբ որ մենք սխալ ենք նվագում, իրավունք չունենք գլուխը կամ ձեռքը ինչ որ հուշում կատարել, թեքել, այսինքն մենք միշտ պետք է մնանք մեր ձիրքի մեջ, որը դժվարություն է առաջացնում հուշել մեկին եւ մյուսին, թե այդ պահին Այսպես չի կարելի, Միլենա։ Չեն լսի, ձայնը այնքան բարձր է։ Խնդիրը դա է, կամ պարողները ժամանակ գիտեք, որ իրենք կարողանում են կամած ձեռքը իջացնել, որ չերևա, չէ, այդ հատվածը դիրքը, մեզ մոտ խնդիր ունենք։ Դրա համար պետք է իդեալական լինի ամեն ինչ, եթե ոչ չենք կարողանում մեկը մյուսին հուշել։ Կեցվածք պահելն է, կարճ ասած։ Կեցվածք պահելը, սինխրոն իրար լսելը, դա էլ խնդիր է, որ բոլորս նույն տեմպի մեջ սկզբից մինչև վերջ կարողանանք շարունակել։ Երևի թե դրանք են։ Իսկ լավ կողմերից մենք չէ խոսենք, Միլենա, այդ բարդությունները։ Լավ կողմերից այն է, որ երբ որ հայտնում ես ինչ-որ նոր միջավայրում կամ նոր ուսման ինչ-որ տեղում, որտեղ որ քեզ չեն ճանաչում, միանգամից տարբերվում ես, որովհետև երբ որ ասում ես, որ դու աղջիկ ես, որ նվագում ես հարվածային գործիքներ, միանգամից ստանում ես ինչ-որ sense հետաքրքիր ռեակցիա, մարդիկ արդեն ավելի հետաքրքրորեն են սկսում ուսումնասիրել քեզ, ընկերանալ քեզ հետ, չգիտեմ։ Նույնիսկ ցանկություն են հայտնում գալ մեր խումբ եւ այդպես։ Այո, հիմնականում այդպես մեր ընկերներին մեծ մասին համալրում ենք դեպի մեր խումբ։ Գայթակղում եք, որպեսզի գան։ Շատ են խմբում աղջիկները։ Խմբում այս պահին 12 թմբկահարույ է եւ ըստ միջոցառումների պահանջարկի հրավիրում եք երբեմն այլ երևի երաժիշտների։ Ունենք աղջիկներ, ովքեր որ արդեն ամուսնացել են, ունեն երեխաներ, բայց երբ որ պահանջարկը կա, որ շատ թմբկահարույներ լինեն, իրենք մեծ սիրով միանում են մեզ։ Փորձեր շատ են պետք։ Փորձերը Թե մեկ-երկու արդեն դե համարները ստեղծագործները այնպես են։ Մենք բարբերաբար պարապում ենք փորձերը։ Ստաբիլ փորձեր ունենք, շաբաթական 2 անգամ, 1.5-ից 2 ժամ տևողությամբ։ Շաբաթական 2 անգամ։ Այո, պետք է միշտ մեր տեխնիկան ինքը զարգացնենք, որպեսզի կարողանանք նվագել ու ավելի բարդ երաժշտություններ նվագենք։ Դրա համար պետք է որ միշտ մենք ֆորմայի մեջ մնանք, այսպես ասած։ Բացառիկ թիմային աշխատանքի մասին է խոսքը, այսինքն թիմում եթե որևէ մեկը փոքրիկ խնդիր ստեղծի, թիմային ամբողջ աշխատանքը ջուրը կգնա։ Բայց արդյոք հեշտ է ստացվում 12 կին արարած միասին խմբային աշխատանք տանել եւ սինխրոնանալ ամենակարևորը։ Ես կարծում եմ իրաց մոտ ավելի լավ է դա ստացվում, քան տղամարդկանց։ Ստացվում է։ Հավատացեք, որ ստացվել է։ Մեր ղեկավարի շնորհիվ է ստացվել, ով շատ այսպես բծախնդիր է, խիստ է, կարգապահ է, որից որ մենք սովորել ենք իրենից այդ ամենը ու կարող եմ ասել այսքան տարվա մեջ երևի 1-2 միջոցառում է եղել, որ մենք ժամանակից ուշ ենք գնացել, մենք միշտ շուտ ենք գնում միջոցառումներին կամ ժամանակին, այսինքն այդ զինվորի այո պունկտուալությունը մեզ մոտ կա, բացի դրանից մենք շատ ընկերացել ենք միասին, այդ 12-ս կարծես քուրիկներ լինենք արդեն, որովհետև իրար հետ մեծացել ենք, ով որ գալիս է, մեր թիմի անդամ է դառնում միանգամից։ Ոնց որ մենք բոլորս տարբեր գույների աղջիկներ ենք, բայց երբ որ դառնում ենք մեկ թիմ, մենք դառնում ենք մեկ գույն միանգամից։ Հաճախ եք հյուրախաղեր ունենում եւ տպավորիչ ինչ որ մի հյուրախաղի մասին նույնպես կուզենայի որ արձանագրեիք։
Ունենում ենք հյուրախաղեր իհարկե ու բոլորը մեկը մյուսից տարբերվող եւ տպավորիչ են մեզ մոտ։ Թերևս ամենատպավորիչը 2019 թվականին IDEX ռազմաարդյունաբերական փառատոնն էր, որի ժամանակ մեզ հրավիրել էին հենց Միացյալ Էմիրատներից, հրավիրել էին մեզ եւ Պաշտպանության նախարարության նվագախմբին, պատմապահակային զինվորներին, որպեսզի բացման արարողությունը մենք ներկայացնենք։ Դա շատ տպավորիչ էր, որովհետեւ իրենց արաբական շեյխերն էին եկել եւ պետական կարգով պաշտոնյաները բոլորը այնտեղ էին։ Ստացվեց լավ էր տպավորությունները արձագանքները։ Արձագանքը շատ մեծ էր, մանավանդ մեր հայրենակիցների կողմից, երբ որ համացանցում տեսան, որովհետեւ շատ հետաքրքիր համար ենք ստացել 3 նվագախումբ, պատկերացրեք։ Մենք Պաշտպանության նախարարության նվագախումբը եւ պատմապահակային վաշտի զինվորները զենքերով։ Փորձեր անում եք։ Թե չէի կարել։ Շատ էին փորձեր։ Փորձեր շատ են կարել, արել ենք նաև Համարյա 1 ամիս փորձեր են կարել ամեն օր այնտեղ մինչև ելույթը։ հենց իրենց մոդել մոտավորապես 1 ամիս մնացել ենք մենք Էմիրատներում եւ ամեն օր փորձ էինք անում, որպեսզի ստացվեր այն ինչ ստացվեց։ Սա փորձություն չէր այդ բարձրության վրա, այդ ապակիների վրայով նվագել Չինաստանում էիք։ Այո։ Սա ինչ հյուրախաղեր էին։ Սա եղել էր Չինաստանում հատուկ նվագախմբերի հյուրախաղեր տարբեր երկրներից։ Ճիշտ է, մենք ես եւ Միլենան այնտեղ չենք եղել, ցավոք սրտի։ Մեր աղջիկներն են եղել, բավականին տպավորված էին, որովհետև այլ մշակույթ էր, այլ երկիր էր ու այդտեղ կադրերը իրականում մեզ համար է տպավորիչ էր, որ այդքան բարձր կարողացել են եւս մեկ ոնց որ մարտահրավեր լիներ իրենց համար։ Վստահաբար ուղիղ նայելով նվագել։ Դե պետք է ներքև չնայես, հասկանաս, եթե դու բարձրության հետ կապված մի քիչ վախեր կան, ուղիղ պետք է նվագես, համ ռիթմը պետք է պահես, հետո էլ հիշում ես, որ ոչ մի բան չի կարելի անել, ոչ ես կողմ, ոչ այն։ Բրիտանական զինվորի կեցվածք կա եւ ի վերջո թող մարդը կլինի, ձեր հյուրախաղերը Լոնդոնում կանան նաեւ։ Այո։ Այո։ Չեք գնացել դեռ Լոնդոն։ Դեռ ոչ։ Կգնաք ուրեմն մոտորելուց։ Տաղավարը մոգական է, որ ասում ենք ու իրականանում է անպայման։ Հիմնականում որ ստեղծագործություններն եք սիրում նվագել։ Կամ Գիտեք, ինչպես են ընտրվում ձեր խմբի ստեղծագործությունները։ Ստեղծագործությունները ենք որպես այդպիսին երաժշտություն չեն, այլ ռիթմիկ պատկերներ են։ Հիմնականում կապված է միջոցառումը, թե ինչ ֆորմատի է։ Կան միջոցառումներ, որոնք որ ավելի ժամանակակից են, այսինքն այնտեղ պետք է որ լուսային էֆեկտներ լինեն եւ այլն, մեր ռիթմերը փոփոխվում են, ավելի ռիթմիկ են դառնում, արագ տեմպերով։ Կան պետական միջոցառումներ, որտեղ որ պետք է նվագենք հենց մարշային երաժշտություն, մենք ենք ընտրում աղջիկներս, որոշում ենք, թե ինչ տեսակի երաժշտություն, ինչպես նոտայագրում ենք դրանք, սովորում ենք եւ ներկայացնում ենք հանրությանը։ Ծրագիրը փաստորեն շատ է այս դեպքում, եթե անընդհատ ըստ համերգային ձևաչափից է կախված թե ձեր ռիթմիկ նվագի ինչպիսին պետք է լինի, ապա խաղացանկը կարելի ասել շատ մեծ է։ Ունենք հիմնական խաղացանք եւ դրա հետ արդեն դրա հետ համապատասխան ավելացնում ենք այն ինչ որ այդ պահին օրինակ պետք է այդ միջոցառմանը ավելացնել։ Բայց ունենք հիմնական ծրագիր, որի վրա որ աշխատում ենք, դա սովորացնում ենք մեր նոր եկած երեխաներին, մեր Երևան Դրամսոնի նաև դպրոց, որտեղ ունենք ընդունելություն 7 տարեկանից սկսած աղջիկների ընդունելություն ունենք։ Գալիս են մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ իրերը, որոնցով նրանք պիտի սկսեն նվագել, սովորեցնում ենք մեր ծրագիրը հիմնական, արդեն ժամանակի ընթացքում ինչքան արագ որ կսովորեն, սկսում են արդեն նվագել հիմնական կազմի հետ։ Այսինքն ցանկացողները կարող են դիմել 7 տարեկանից սկսած ընդունելությունները։ Իսկ կա տարիքային սահմանափակում, որ հենց այդ տարիքից կարող են արդեն ներգրավել Երևան Drums։ Տարիքային սահմանափակում որպես այդպեսին չկա, ուղղակի մի քանի կետեր կան, որին պետք է համապատասխանեն, դա ռիթմի զգացողությունն է, դա միջինից բարձր հասակն է, դա լավ տրամադրությունն է, կարողանալ խմբում ճիշտ աշխատել, հա, սինխրոն կարողանալ, թիմային աշխատանքը Երևի թե դրանք մնացածը մենք սովորացնում ենք, նոտաներ ենք սովորացնում։ Միջինից բարձր հասակ ունենալու համար երևի արդեն ավտոմատ տարիքային սահմանափակում կա, առնվազն 13-14 դեռահաս տարիքից նոր հիմնական կազմ կարող են մտնել, այսինքն։ Բայց մենք ունեցել ենք փոքր երեխաներ, օրինակ 7, 8, 10 տարեկան, որոնք որ եկել սովորել են, հետո մի 2 տարի դադարից հետո իրանք վերադարձել են արդեն բոյովացած, արդեն ու ցանկությամբ որ միանան խմբին։ Մենք ունենք նաև այդպիսի երեխաներ մեզ մոտ։
Որն է միջինից բարձր հասակը, որ Երևան Drums-ը սահմանել է, մենք դրա մասին չխոսեցինք։ 1.60 1.65, քանի որ Դրից հայերս սկսվում է։ այդքան բարձր հասակ չենք, դրա համար Չէ, ինչի՞ մենք շատ լավ հասակ ունենք։ Մնացածն են շատ բարձր հասակ։ Մասնավորապես դու Ռուբեն։ Ես ինչ որ մի բան սխալ ա եղել իմ մոտ, չգիտեմ։ Լավ, Կան երաժիշտներ, ովքեր ոգեշնչում են ձեզ, անկախ նրանից հարվածային գործիքներ նվագողներ են նրանք, թե ոչ։ Ոգեշնչում մեր գործի մեջ։ Ոգեշնչում, մոտիվացնում ձեր գործի մեջ, ձեր գործից դուրս նաև Երևան Drums-ից դուք նաև այլ բենդերում եք հանդես Այո։ գալիս։ Ես քանի որ ավելի պրոֆեսիոնալ սկսեցի զբաղվել այս ամենով եւ նվագելը սկսեցի արդեն 0-ից նորից սովորել, ես սկսեցի ուսումնասիրել հարվածային գործիքներ նվագող երաժիշտների, ովքեր թողել են իրենց ետևից ինչ որ գրքեր, որոնք հիմա շատ հայտնի են ու օգնում են շատ լավ տեխնիկան զարգացնելու համար։ Օրինակ այս պահին հիմնականում կա մի հարվածային գործիքներ նվագող մարդ Benny Greb անվամբ, ինքը ունի գիրք, ես այս վերջի ժամանակահատվածում հիմնականում իր գրքով եմ սկսել ու շատ այնք ինձ ոգեշնչում իր վիդեոներով, իր գրքերով, հիմնականում բավական շատ տեխնիկա զարգացրել եմ իրեն ուսումնասիրելով։ վստահ եմ, որ կան ստեղծագործություններ, որտեղ որ կուզենաք դուք էլ ձեր մասնակցություն ունենաք։ Կան որևիցե մի արտիստ, որ կունենա մենահամերգ, դա հայ թե արտերկրի, նույնպես հետաքրքիր է։ Կան նման մտքեր կամ Իհարկե կան եւ եղել են այդպիսի միջոցառումներ, բավականին շատ էստրադային երգիչ-երգչուհիների հետ մենք համատեղ համերգներ ենք ունեցել։ մեր հայ։ Այո, հայ երգիչ-երգչուհիների հետ շատ են իրենք ու տարբեր ժանրերի, ասեմ ձեզ, բոլորի հետ փորձել ենք իրենք էլ լսելով միանգամից պատկերացրել են, որ կուզեին այսպիսի երգ ունենային, որտեղ որ մենք էլ կմասնակցեինք։ Ես երևի թե կհիշեմ Թաթա Սիմոնյանի հետ ենք ունեցել, ասեմ ձեզ, շատ վաղուց Քայլ առաջ երգը կա, այդտեղ Քայլերթային է, այո։ Միասին համար ենք ունեցել։ Հետագայում մտածել եք, որ գուցե այդ նվագի ընթացքում բարային ինչ-որ մի քանի բաներ լինեն, թե գուցե ունեք։ Հավատացեք, դա էլ ենք ունեցել, 16։ Դե չմուշների վրա կարելի է չմուշներով համ Դրանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Մենք սիրում ենք ամեն ինչ փորձել։ Դա եղել է, երբ որ մեր աղջիկներից մեկը նաև նվագում է դհոլ, եւ այսպիսի մի համար էինք ստեղծել, որի ընթացքում համարի մի հատվածում նա դհոլ էր նվագում, իսկ մենք մեր թմբուկները իջացնում ենք եւ հայկական, այդ ռիթմերի տակ փորձել ենք այդպիսի պարային շարժումներ ստանալ։ Հրաշալի։ Ես վստահ եմ, որ տպավորվողները եւ նաեւ հետաքրքրվողները հատկապես մեր զրույցից հետո ու մեր շատ սիրելի հեռուստատողների շարքերում փոքրիկներ կլինեն, որոնք կուզենան փորձեն կամ գուցե արդեն սկսնակ թմբկահարներ են նրանք նույնպես։ Ձեր խորհուրդը սկսնակներին։ Լինել խիզախ, դիմել մեզ, գրել մեր էջին Երևան Drums եւ սիրով մենք կընդունենք մեր փոքրիկ ընտանիքը, որը վստահ եմ իրենց համար շարունակական կլինի ու մեծ հետ կթողի իրենց կյանքում, ինչը որ մեզ հետ բոլորիս հետ է եղել։ Հրաշալի։ Ես վստահ եմ, որ դիմողները շատ կլինեն, դե փոքր ինչ որ դուք նշեցիք, այդ ստանդարտները պետք է գոնե կարողանանք պահել, հասակի խնդիր կա, ռիթմի խնդիր կա, մասնագիտական մի քանի դիտարկումներ կան։ Աղջիկներ, շատ շնորհակալություն, որտեղ իրոք շատ տպավորված եմ ու դեռ այդ զրնգոցները դեռ մեջ Մեզ շատ լավ էներգիա փոխանցեցիք իսկապես։ Աննկարագրելի անկեղծ որ ասեմ։ Շատ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, մեզ հետ սկսեցիք առավոտը ու նման դրական լիցքեր փոխանցեցիք թե մեզ, թե նաև մեր սիրելի հեռուստատողներին։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Նաև հաջողություններ ու շատ յուրախաղեր, որպեսզի շատ տեղեր տպավորեք թե ձեր գեղեցկությամբ, թե ձեր կեցվածքով, թե ձեր նվագով շատ օտարազգի ներկայացուցիչների եւ նաեւ մեզ։ Ձեզ լավ օր։ Իսկ մենք Առաջարկում եմ մի լավ ստեղծագործություն լսել։ Ես իհարկե դեմ չի լինի նորից Երևան Drums-ը լսել եւ այսպես մարտական շարունակել օրը, բայց արդեն լսել ենք նրանց շատ չտանջենք, նրանց շատ չչարչարենք, արի քո առաջի տարբերակով մեկ այլ գեղեցիկ ստեղծագործությամբ ընդհատվենք ու վերադառնանք եթեր։ Սիրով